Կներեք, էլի ինչպես է փոխվել դատա իրավական համակարգը, որ միայն սովորական քաղաքացիների կամ ընդդիմադիրների գրառումներն են դառնում իրավապահների համար ուսումնասիրության, գործեր հարուցելու առիթ պատճառ, իսկ քպականներինը, իշխանական էլիտայինը չի դառնում։ Օրինակ, մամուլը, որ նայում ենք, տեսնում ենք ինչ որ մի տարեց քաղաքացի լրատվամիջոցի հրապարակման տակ գրառում է գրել եւ օրինակ 73-ամյա քաղաքացի իրավապահները գնացել են հետևից։ Ազգային ժողովի քպական падգամավորն ասում է ականջներդ կկտրեմ, լավ եմ անում, որ սպառնում եմ, բայց զրո արձագանք իրավապահների կողմից։ Սա է։ Նախ ես այդպիսի օրինակներ չգիտեմ, որ մի մեկնաբանության համար որևէ մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կամ բերման է ենթարկվել։ Ինչպես է ստացվում, որ քպականների հայտարարությունները իրավապահների մոտ կողմից անարձագանք են։ Երբ որ անընդհատ ասում եք քպականների նկատմամբ որոշակի բարեհաճ ուրեմն վերաբերմունք կա, ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել թե իշխանությունից եւ թե որոշակի առնչություն ունեցող մարդկանց վերաբերյալ ԿՊ-ի, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոնցից մի մասը ուրեմն համապատասխան վայրերում են գտնվում եւ մասնավորապես օրինակ նույն Էջմիածնի ընտրությունների հետ կապված ԿՊ անդամ մի դպրոցի տնօրեն, որը նաև ՀԿ ունի եւ իսկ խմբակցության ղեկավարը, որ ազգային ժողովում ասում է ականջներդ կկտրեմ, դա ինչի խմբակցության ղեկավարը այդպիսի հայտարարություն չի արել։ Ինչպես չի արել, բան հարցնում։ Քարտուղարի մասին է։ Ներողություն, քարտուղարի, շնորհակալություն, որ ուղեցիք։ Գիտեք, շատ լավ է, որ դուք արձանագրեցիք դա, ինչու դա չի իրավական գնահատականի արժանանում։ Գնահատականի մեկնաբանության հարց է այստեղ, երբ որ մենք քաղաքական գործիչների ես արդեն պատասխանեցի այս հարցին են տրամաբանության, որ քաղաքական գործիչների որոշակի քաղաքական գործիչների հետ կապված որոշակի այսպես մակարդակներ կան, երբ որ նույն Շան Լակոտի հետ կապված Շան Լակոտը կարող է մի ձև մեկնաբանվել, բայց սեռական բնույթի հայտարարությունը այլ կերպ։